Թիվ 31 ընտրատարածքային տրական հանձնաժողով, որն համակարգում է Գյումրիի տեղամասային 58 կենտրոնների աշխատանքը, եկած ահազանգեր հիմնականում վերաբերել են տեխնիկական խնդիրների, որոնք բանավոր ցուցումներով կարգավորել են, իսկ քվեարկության ընթացքին առնչվող դժգոհություններն ու բողոքները գրանցամատյաններում են տեղ գտել։ Հանձնաժողովն այսօրվանից սկսել է դրանց ուսումնասիրությունները։ Ահազանգերի թվում, որոնք հրատապներից էին, էլեկտրաէներգիայի անջատման դեպքերն էին։ Տեղամասերը կարճ ժամանակով անլույս են մնացել, բայց դրանք եղել են ինչպես ընտրության օրվա ընթացքում, այնպես էլ ձայների հաշվարկի ժամանակ։ Մի րոպեով, 5 րոպեով, 10 րոպեով, որին արագ արձագանքել են, որին անհրաժեշտություն է եղել գեներատորներով արագ հոսանքը վերականգնելն, որը պետք է եղել, մինչ այդ էլ են եղել թեթև տատանումներ, 20-ից հետո էլ են եղել։ Ընդամենը 2 րոպեանոց դադար է եղել Վարամաբերդ եւ Կապս համայնքներում, 2-ից 5 րոպե երկուսի տևողությունը, սարքերը չէին անջատվել, որովհետեւ այդ ցերեկվա ժամին 11 առավոտյան ժամերին ավելի շուտ չէր անջատվել, որովհետեւ ինքը շատ կարճ ժամանակահատվածով էր եղել։ Տեխնիկական թերությունների կամ հնարավոր խախտումների մասին արձանագրումներ արել են հիմնականում դիտորդները։ Տեղամասերում քվեարկության կարգին ոչ իրազեկ ընտրողների թույլտված սխալներն են շատ եղել։ Դրանք թեև ընտրության նախնական արդյունքների վրա էական ազդեցություն չունեն, բայց կարգի խախտում են համարվում։ Ուղղակի եղել է միտեղ ասել են, մենք տեսել ենք, որ մեկը թղթի վրա նշումներ է արել։ Միտեղ մեկ այլ բաներ, որոնք որ ընտրության հետ կապված ոչ մի խոչընդոտ չեն ներկայացրել։ Ուղղակի այդ հարցերը փակվել են, հարթվել են։ Եղել են թեթև տեխնիկական հարցեր, ասենք մատնայետքի սարքն է ինչ որ որոշ ժամանակ բան եղել, չի աշխատել կամ խափանվել է, անմիջապես մեզ մոտ են եղել մասնագետները, անմիջապես արձագանքել են, այդ հարցերը անմիջապես լուծումներ են կդել, ինչպես նաև թեթև տեխնիկական հարցեր, որոնք տեղամասային ընտրական հանձնաժողովի լուծելու հարցերն են, իրանք փառքաստո լուծել են, էլ չի հասել մեզ, որովհետեւ մենք որոշ ուղղություն ցույց տանք կամ ինչ-որ ուղղորդենք իրանց։ Անվավեր քվեաթերթիկների թիվը եւս փոքր չէ։ Պատրված նշումներով, գրառումներով շատ թերթիկներ են քվեատուպերից դուրս բերել։ Մեկից ավելի քվեաթերթիկ պարունակող ծրարները քիչ են հանդիպել։ Հիշեցնենք, որ այս ընտրություններում այդպիսիք անվավեր ճանաչված քվեաթերթիկ են համարվել։ Ճիշտ է, եղել էին անվավերներ, նշումներ քվեաթերթիկի վրա եղել է, բայց ոչ ասենք ծալած շատ լինեն, համատարած ծալած լինեն, կարող է մարդը եղել տեսողությունը լավ չի եղել կամ ձեռքն է մի քիչ շարժում պես եղել, որ մի անկյունը ծալվել է, բայց դրանք համատարած բնույթ չեն կիրառել։ Մարզի հեռավոր գյուղերի ընտրատեղամասերում անվավեր քվեաթերթիկների թիվն ավելի քիչ է եղել։ Թիվ 30 ընտրատարածքի 63 տեղամասերում քվեարկությանը մասնակցած 14454 ընտրողից ընդամենը 152-ից ձայնն է ճանաչվել անվավեր։ 60-ից ավել մոտ մասնակցության ցուցանիշ ունենք, ինչը նախորդ ընտրությունների համեմատ ավելի բարձր է։ Քվեարկության արդյունքների վերաբերյալ անհամաձայնություններ ունենալու դեպքում բողոք դիմումներ ընտրատարածքային հանձնաժողովներին քաղաքական ուժերը կարող են ներկայացնել այսօր մինչև ժամը 18-ը եւ վաղը ժամը 9-ից մինչև 11-ը։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։